շունը այնտեղ կապած է, գնացի մոտից կպել էր, չէ՞։ Երկու տարի չեմ եղել, այսօր ինձ համար այդ պահը մի քիչ հուզումնալից է, կներեք իհարկե։ Չես կարող Աղնիձոր հասնել ու Մաթևոսյանից չխոսել։ Մեր իրականությունը դարձել է ողբերգությունների թատերաբեմ։ Հատկապես երբ գյուղում քայլում ու նրա նկարագրածը տեսնում ու համոզվում ես։ Աղնիձոր աշխարհի ծայրին, անտառ, մի կտոր երկինք, դիմ հարված 7 ծխի, հաղպատից բերված միակ շան հաչոց անտառում խլանալիս եւ արջ եւ Կար ժամանակ, երբ նրանք միասին խաղում էին հենց այս տան բակում, մի քիչ վերև ու ներքև։ Եվ կային հատուկ ժամեր, երբ նրանք ուղակի ձայն չէին հանում, քնած էր նա, Մաթևոսյան Հրանտը։ Պետք է չխանգարենք իր մայրիկը, մեր հորեղբորկին Արուսյակը, ինձ համոյին չէր թողում աղմկենք, ասում էր Հրանտը քնած է, խելոք մնացեք։ Թակուն գնում ենք ներս, այդ սենակը, որտեղ ինքը գրել էր գիշերը, տեսնում ենք մոխրամանի մեջ Սասունցի Դավիթ սիգարետ կար, կազբեկի նման, մի քանի տուփ ծխել էր։ Անից օրելնում էր մի բառ էր գրածել եմ, կամ մի նախադասություն, կամ ոչ մի բան։ Անից օրելնում էր մի քանի թերթ, մի քանի էջ գրում էր։ Բայց երբ իր գործին չէր, Հովանեսն ու Համլետը ոչ միայն թրջկոտում էին Աղնիձորի դաշտերում, այլև ավակ եղբոր հետ էին գնում։ Տված դասը մեզ կյանքի մասին էր։ Ասենք դե մասնագիտության մասին խոս լինել չի կարող, գալիս էր ինձ դե համոյի փոքր եղբոր հետ միասին նստում էինք, աղբերավարից զրույց էինք անում, խորհուրդներ էր տալիս, այս գործը սենց արեք, մաճը սենց բռնեք, եզը սենց քշեք, սենց կանեն, հողամասը սենց կաշխատեն, ինքը բուգլիցանոն ժամանակ գործիք ձեռքներից վերցնում էր, ասում էր սենց կանենք, մի շարքը մարգան էլի, ինքը անում էր, մենք էլ սովորում էինք, ընդօրինակում էինք անում։ Ու աշխարհի ծայրում, Աղնիձորում, Մաթևոսյանի մասին է պատմում դիմացի անտառի կանաչ դաշտը, որի մասին շատերն են կարդացել։ Այն մասը նրա ձին ընդեղակապած եղել, գայլ են դեղակերել, բանը մտրուկին են դեղակերել, ոբշեմ, այդ կանաչ դաշտը հենց դեր մասին է խոսքը։ Կոնկրետ այդ բառով այն կարող եմ ասել։ Կարոտում է Հովանեսը։ Ամեն ինչին, քարին, թփին։ Դա շատ տխուր է։ Առաջ դուրս էր գալիս ամեն թաղամասում լիքը երեխեք կար, կտիկը տափետ էին խաղում, ֆուտբոլ էին խաղում, հիմա չկա, երեխա չկա, այսինքն դե մեծ երիտասարդ ընտանիք չկա, երեխան որտեղից պիտի լինի։ Ու աշխարհի ծայրում, Աղնիձորում, գյուղացին նախ դրկից, հետո ապագա է փնտրում։ Գյուղացին գյուղի շատ էլ սիրում է, բայց չի կարող մնա գյուղում, ապագա չի տեսնում, իր երեխան այստեղ ապագա չունի, աշխատանք չկա իր համար, ստիպված գնում են ուրիշ տեղը աշխատելու, երեխաներն էլ գնում են ուրիշ տեղ են դպրոց գնում, քաղաքում են գնում կամ հարևան մեծ գյուղերն են գնում։ Անի Աբաղյան, Մեհեր Դավթյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։